Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էլիզը հերթական անգամ դիմում է ստին։ Նորոյին նա ասում է, թե իբր Արշակին ու նրա ընտանիքին ներկայացրել է, որ որբ է, չունի ոչ հարազատ, ոչ ընկեր, ընդամենը մի աղջիկ է, ով աշխատանք է փնտրում գոյատևման համար։ Այս հերթական կեղծիքը ստիպում է Նորոյին վերջնականապես գիտակցել, որ այլևս չի կարող ոչ միայն պաշտպանել Էլիզին, այլ նաև շարունակել շփումը Մագդայի հետ։ Նա հասկանում է, որ եթե ինքը լռի, ապա ոչնչով չի տարբերվի Էլիզից։ Իսկ Նորոն ստախոս չէ։ Նա երբեք իր էությունը չի դավաճանել և չի կարող այդ նույն լռությամբ շարունակել հարաբերությունները մի մարդու հետ, որին սկսել էր անկեղծորեն վստահել։ Նորոն չցանկանալով խորացնել սուտը, որոշում է դադարեցնել հարաբերությունների զարգացումը։ Նա հասկանում է, որ իր և Մագդայի կապը կարող է վերաճել սիրո, բայց հենց այդ պատճառով էլ ուզում է կանխել դա։ Մարդուն, ում հանդեպ զգացմունքներ ունես, առաջին հերթին պիտի պաշտպանես, նույնիսկ ինքդ քեզնից։ Մի քանի բաց թողնված զանգերից հետո նա վերջապես պատասխանում է Մագդային և համաձայնում է հանդիպել։ Հանդիպման ժամանակ Նորոն նայում է Մագդային անկեղծ, բարի ու մի փոքր կաշկանդված, որովհետև այն, ինչ պատրաստվում է ասել, խորը հիասթափություն է բերելու։ Նա ասում է, որ շատ ուրախ է, Մագդայի նման մի աղջիկ իրեն վերաբերվել է այդքան ջերմությամբ, ուշադրությամբ և վստահությամբ։ Նորոն շեշտում է, որ ինքը մեծապես գնահատում է այդ վերաբերմունքը, բայց նաև ասում է, որ ինքը նախընտրում է, որ իրենց կապը մնա ընկերական հարթության վրա։ Ասում է, որ կարող է լինել նրա համար լավ ընկեր, հուսալի և նվիրված։ Այդ ակնարկը, թե սիրո դռները փակ է պահում, դառնում է Մագդայի համար ծանր հարված։ Նա հանկարծ նեղվում է, բայց պատճառը չի հասկանում։ Մինչ Մագդան փորձում է հասկանալ, թե ինչ է փոխվել, մյուս կողմում Հասմիկն է կանգնած իր իսկ խաչմերուկում։ Նա գիտակցում է, որ այլ ելք չունի, Նորոն մերժել է նրան, հստակ ասել է, որ իրենց միջև ամեն բան ավարտված է։ Եվ այդ պահին Հասմիկը հասկանում է, որ իր միակ հույսը ճշմարտությունն է։ Եթե ուզում է Նորոյի սիրտը նորից շահել, պետք է բացի ամեն ինչ, պետք է բացահայտի ամենախորը գաղտնիքը, Էլիզի գաղտնիքը։ Նա ասում է, որ այսօր կպատմի Նորոյին այն ինչը մինչ այս պահը թաքցվել է, ու գուցե այդ ճշմարտությունն էլ դառնա վերջին պատուհանը դեպի Նորոյի ներման հնարավորությունը։ Իսկ այդ ընթացքում Էլիզը շարունակում է իր աշխատանքը Արշակի տանը։ Տան խաղաղությունը հանկարծ խախտվում է, երբ նա լսում է լացի ձայն Արևիկի ննջասենյակում։ Նա արագ բարձրանում է վերև։ Դուռը բացելով տեսնում է փոքրիկ Արևիկին անկողնու վրա պառկած։ Արևիկը օգնություն է խնդրում, ասում է, որ փորը շատ ցավում է, բայց Էլիզը, չնայած ցավալի տեսարանին, չի մոտենում։ Նա նայում է անթափանց աչքերով և սպասում է, որ երեխայի վիճակը վատանա։ Նրա սրտում կարեկցանք չկա։ Նա դիտում է այդ տեսարանը ոչ թե խղճահարությամբ, այլ մտքի խորքում նույնիսկ գոհունակությամբ, որ ցավը հասել է նաև Արշակի ամենաթանկին, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ խոսքը իր քույրո մասին է, ինչ է լինի, Արևիկը իր քույրն է։ Սակայն այստեղ ժամանակն է կանգ առնելու և մի պահ ուշադրություն դարձնելու մի զուգադիպությանը։ Այս նույն փորի ցավերը վերջին շրջանում տանջում են նաև Ալինային, Էլիզի մյուս քույրո։ Եվ հարցն այստեղ արդեն պատահականության սահմաններով չէ։ Դուք ինչ կասեք, պատահականություն է, թե սերիալը կամաց-կամաց բացում է իր ավելի խորը շերտերը։ Չի բացառվում, որ երկու քույրերը տառապում են նույն հիվանդությամբ։ Գուցե սա համընկեցում չէ, այլ մի ընդհանուր ախտանիշ, որի շուրջ առաջիկայում կբացահայտվեն լուրջ, նույնիսկ ճակատագրական հանգույցներ։ Հարգելի հետևորդներ, ինչ կարծիք եք այս վարկածի մասին։ Գրեք մեկնաբանություն։